Դուք դիտում եք հեռանկարը։ Իրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար մեղմասած խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ։ Ինչ իրավիճակ է հայերի շրջանում եւ արդյոք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան։ Այս եւ Սփյուռքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի հետ։ Պարոն Սինանյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Առաջինը հենց Իրանում եւ Իսրայելում ապրող մեր հայրենակիցներին անդրադառնանք։ Հայերի շրջանում ինչ իրավիճակ է ու ինչ տրամադրություններ կան։ Սկսենք Իրանից։ Իրանում իհարկե մարդիկ բավական կճված եւ անհանգիստ ժամանակներ են ապրում հասկանալի պատճառներով, քանի որ մեծ քաղաքները Իրանի, որտեղ կենտրոնացած են մեր հայրենակիցները, ենթարկվում են ռմբակոծության եւ մանավանդ երեք, երբ վարչապետ Նետանյահուն սպառնաց թիրախավորել նաև խաղաղ բնակիչներին, մի բան, որը ավելի տագնապ առաջացրեց մեր հայրենակիցների մոտ։ Հետևաբար տրամադրությունները շատ այսպես սպասողական են, որտեղ մարդիկ ուզում են կողմնորոշվել, որ արդյոք սա շարունակվելու է, թե կարճ կյանք է ունենալու եւ ըստ այդմ կարողանան պլանավորել իրենց ապագան։ Իսրայելում մի քիչ այլ է, որովհետեւ Իսրայելը այսօրվա ձևի պատերազմին շատ ավելի լավ է պատրաստված, այսինքն այո, Իրանն էլ հրթիռակոծում է Իսրայելի տարածքը, խոշորագույն քաղաքները, ստրատեգիկ օբյեկտներ, բայց Իսրայելը, ասենք օրինակի տարբերություն Հայաստանի, լուրջ պատրաստվել է նման պատերազմին, որովհետև ունի համատարած ապաստարաններ, հատուկ ռմբահարման դեմ, եւ մարդիկ պարզապես վատթարագույն դեպքում շատ ժամանակ են անցկացնում այս ապաստարաններում։ Հետևաբար նրանց անհանգստությունը չի բերում նույն եզրակացությունների, ինչ որ Իրանի մեր հայրենակիցներն են։ Սինանյան, իսկ որտեղ են ավելի շատ հայեր բնակվում՝ Իրանում, թե Իսրայելում եւ արդյոք կան ահազանգեր կամ խնդրից ելնելով անհրաժեշտության որևէ հարց կարգավորելու այսպես դիմումներ։ Ինչ խոսք որ չնայած Իրանի համայնքի վերջին 30 տարվա կտրուկ նոսրացմանը, միևնույն է Իրանի համայնքը թվային առումով շատ ավելի մեծ է, քան Իսրայելինը։ Տեսեք, մարդիկ հարցնում են, օրինակ մեր հետ եթե կարողանում են կապնվել, որ ինքնին խնդիր է դարձել, քանի որ ինտերնետ չկա եւ կապի որակն էլ վատթարացել է։ Երբ որ կապնվում են մեզ հետ, այո, հարցնում են, օրինակ, եթե Հայաստան գալու լինենք, ապաստարան կունենանք, թե ոչ։ Խոսքը կացարանի մասնավորապես ոչ թե ապաստարան։ Սա է մի խնդիր, որ իրենց հուզում է, իսկ այն մարդիկ, որոնք արդեն ունեն բնակարաններ կամ ամառանոցներ Հայաստանի տարածքում, նրանցից մի մասը արդեն սկսել է շարժվել դեպի Հայաստան։ Այսինքն արդեն կան հոսքեր թե Իսրայելից եւ թե Իրանից։ Իսրայելից չի ասի, բայց Իրանից կան։ Բայց չեմ զարմանա, որ Իսրայելից էլ մարդիկ գոնե ժամանակավորապես գան, որպեսզի խուսափեն այս տհաճ եւ լարված ժամանակները։ Իսկ Հայաստանը պատրաստ է վատթար սցենարի դեպքում ընդունելու մեր քաղաքացիներին, թե կարծում եք, օրինակ, մեր այդ երկու համայնքները հաշվի առնելով երկարակեցությունը այդ թե Իսրայելում եւ թե Իրանում շատ դեպքերում չեն ցանկանում օրինակ տարհանվել այդ երկրներից։ Հարցի պատասխան ուղղակիորեն կապված է նրանից, թե էսկալացիան տեղի կունենա, այսինքն այս վիճակը երկար կշարունակվի եւ ավելի կվատթարանա, թե ոչ։ Եթե շատ շարունակվի եւ վատթարանա, չեմ կարծում, որ որևէ մեկը, որը հնարավորություն ունի այդ տարածքից դուրս գալ, չի ուզենա դուրս գալ։ Հիմա հարցը, արդյոք Հայաստանը դրան պատրաստ է արդյոք ընդունել 20-30 հազար մարդու, ուրեմն 2023 թվականի Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման եւ Հայաստանի իրենց ընդունելու փորձը ցույց է տալիս, որ հավանաբար Հայաստանը պատրաստ է դրան, ունի դրա փորձը եւ դրա կարողությունները։
Անդրադառնանք Սփյուռքի այլ համայնքների եւս Միացյալ Նահանգներում եւս խնդիրներ առաջացան, հատկապես Թրամփի վարչակազմի գալուց հետո կտրուկ որոշումներ կայացվեցին միգրանտների հետ կապված, որքանով են այս որոշումներն առնչվում հայերի հետ եւ խնդիրներ ստեղծում նրանց համար։ Տեսեք, այնքանով որ կան Միացյալ Նահանգների տարածքում անօրինականորեն գտնվող հայեր, հայ անձինք, որոնք իրավունք չունեն այնտեղ լինելու, բայց այնտեղ են գտնվում, իհարկե առնչվում է հայերի հետ։ Եվ մենք գիտենք, որ առաջին օրերին ադմինիստրացիայի փետրվարին արդեն հրատարակվել էին ցուցակներ, կոնկրետ Հայաստանի քաղաքացիների մոտ 2500 հոգի էին, եթե չեմ սխալվում, եւ դա ոնց որ առաջին ցուցակներ, միակը չէր։ Եվ չնայած այդ դեպորտացիաների process-ը դատական միջնորդության միջոցով հնարավոր եղավ որոշ ժամանակով կասեցնել, բայց դեռ 1-2 օր առաջ լսեցինք նախագահ Թրամփից եւ իր ուժային կառույցների ղեկավարներից, որ այդ գործընթացը վերսկսվելու է։ Հիմա տեսեք, ամեն պետություն իրավունք ունի վերահսկելու իր տարածքը եւ սրանով իսկ հաստատելու իր ինքնավարությունը, իր սուվերենությունը, ամեն երկիր իրավունք ունի որոշելու թե ով կարող է իր տարածքում գտնվել, ով չի կարող։ Հետևաբար, եթե Միացյալ Նահանգները որոշի, որ բոլոր անօրինականորեն այնտեղ գտնվող մարդիկ պետք է վտարվեն երկրից, ապա դա տեղի կունենա։ Իսկ կան ցուցանիշներ, քանի հոգի արդեն իսկ վտարվել են եւ վերադարձել են։ Չկան եւ իրականում չունենք տեղեկություն որևէ վտարված անձի մասին։ Դուք որոնք եք համարում ձեր գլխավորած կառույցի հիմնական առաքելությունն ու խնդիրները հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը եւ ժամանակային տարբեր շրջանում նաեւ մեր երկրում, այսպես ներքաղաքական իրադրությունները։ Մեր նպատակը, եթե այսպես ընդհանրացած ասեմ, երկակի է, մեկը հայրենադարձության համար ենթակառուցվածքներ ստեղծելն է եւ արդեն երկրում եղած հայրենադարձներին օգնել ինտեգրվել հասարակությունում։ Իսկ երկրորդ ուղղությունը դա սփյուռքյան ներուժի ներգրավելն է հայաստանյան իրականության մեջ։ Սրանք են, այսինքն կարող ենք այս երկու կատեգորիաների տակ ընկնող մի քանի ուղղությունների մասին խոսել, բայց եթե ընդհանուր եմ ասում, այս երկուսն են։ Հիմա տեսեք, մենք անընդհատ ունենք ինչ որ անկայունություն տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում, եւ դա իր հետ միշտ բերում է հայրենադարձության հնարավորությունը եւ սա իրոք եթե մենք ճիշտ ենք մոտենում այս հարցին Աստծո կողմից նվեր է մեր պետությանը, այսինքն ձեռք բերել մարդկային ռեսուրսներ կարճ ժամկետում դա պետք է գնահատել որպես հսկայական հնարավորություն եւ այդ ուղղությամբ պետք է ուղղորդել հսկայական ռեսուրսներ, որովհետեւ այսօր օրինակ մեր երկրի խնդիրների մի մեծ մասը բխում է նաև անվտանգային խնդիրների մեծ մասը բխում է նաև փոքր բնակչություն ունենալուց։ Մենք ունենք փոքր բնակչություն, հարցը մենք ունենք արդյոք բնակչության քրիտիկական մասը, որը հնարավորություն կտա երկարաժամկետ իմաստով Հայաստանին վերապրել այս տարածքում, կրկին հաշվի առնելով մեր հարևանների չափսերն ու ախորժակը նաև։ Եվ լինի դա ռուս-ուկրաինական պատերազմը, լինի դա Սիրիայի քաղաքացիական պատերազմը լինի, Իրան-Իսրայել առճակատումը, Իրաք եւ այլն բազում հնարավորություններ են եղել անցյալում եւ կան հիմա, եւ մենք պետք է այս ճգնաժամերն ու պոտենցիալ տրագեդիաները, ողբերգությունները վերածենք հաղթանակների եւ երջանկության ակունքի, այսինքն հայ մարդիկ գան Հայաստան, հաստատվեն այստեղ եւ ապրեն եւ արարեն որպես հայեր։ Կրկնում եմ, բայց սա որպեսզի տեղի ունենա, անհրաժեշտ է եւ պետության կողմից ներգրավվածություն եւ նաեւ Սփյուռքի կողմից ներգրավվածություն, ցանկալի կլներ, որ Սփյուռքը կոնե այս բեռի մի մասը ստանձներ, որովհետեւ գիտեք չի կարող Հայաստանը ամեն ինչի բեռը ստանձնել անընդհատ ու ներկա պարագայում դա այդպես է։ Հայաստանը կրում է բոլոր դժվարությունները, բոլոր ռիսկերը, բոլոր խնդիրները ինքնուրույն է լուծում եւ ցանկալի կլներ որ Սփյուռքը գոնե այլ մարդկանց, այն մարդկանց, որոնք կուզեն Հայաստանում ապրել կամ որոնց հնարավոր է Հայաստանում հաստատել, օգներ այդ իմաստով, ինչպես դա անում է օրինակ հրեական Սփյուռքը։
օգնի ինչպես, նաև ներդրումներ այստեղ կատարելով, թե պարզապես ավելի հեշտացնելով օգնելու ձևերը շատ են։ Հիմա եթե հրեական փորձի մասն ենք խոսում, տեսեք հրեական սփյուռքը ավելի քիչ խոսում է, ավելի շատ անում է եւ բոցաշունչ հայրենասիրական ճառերը չեն սահմանափակվում Facebook-յան գրառումներով, այլ արտահայտվում են իրական գործողություններով, իրական փափուկ ուժի գործածությամբ, որը իրական օրինակ Միացյալ Նահանգներում փափուկ էլ չի այլևս։ Ամենաբիրտ ուժն են իրեն գործադրում որպես հանուն Իսրայելի եւ ապահովում են Իսրայելին ռազմական անվտանգություն, ֆինանսական աջակցություն, տնտեսական աջակցություն, միևնույն ժամանակ հրեական հայրենադարձության ամբողջ ծրագիրը Իսրայել պետության ամբողջ կյանքի ընթացքում եւ դրանից առաջ ֆինանսավորվել է հրեական սփյուռքի կողմից։ Մինչև օրս էլ այն ֆինանսավորվում է հրեական սփյուռքի կողմից։ Իսրայել պետությունը միայն ծրագրերի իրագործողի դերում է։ Ֆինանսները հայրենադարձության համար այդ բոլոր այդ settlement կոչվածները, այդ հրեաների տեղ հասնելը, հաստատվելը, ինտեգրվելը, ամեն ինչ ֆինանսավորում է հրեական սփյուռքը։ Դուք էլ հայրենադարձության համար իրականացնում եք իգործ ծրագիրը, որքանով է այս նախագիծը կարողանում իրականացնել այդ նպատակը, ծառայել այդ նպատակին։ Իգործ ծրագիրը հայրենադարձության ծրագիր չէ եւ ի սկզբանե չի եղել միտված հայրենադարձություն ապահովելու։ Մենք գիտակցել ենք, որ իգործի հետևանքներից մեկը կլինի ինչ որ տոկոսով մասնակիցների հայրենադարձություն եւ ի սկզբանե մեր թիրախդրել էինք շատ համեստ 25%-ը, որը թվում էր թե դժվար հասանելի է, բայց իրականում այդ թիվը վերջին 4 տարիներին եղել է 70%։ Այսինքն դարձավ հայրենադարձության ծրագիր, այո, բայց իգործի ծրագիրը լրիվ այլ է, իգործի ուղղությունը եղել է սփյուռքի այդ ներգրավվածությունը ավելի շատ, քան թե հայրենադարձությունը, որովհետեւ մենք կարողանանք նոր տեսանկյուն, նոր մտածելակերպ, նոր աշխարհայացք, նոր մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց ներգրավել պետական կառավարման համակարգում։ Եվ դրա էֆեկտիվությունը դրա մասին շատ եմ խոսել, կարող է շատ ավելի լինել, եթե կրկին իգործի անհրաժեշտ բոլոր պայմաններն էլ ապահովվեն, ինչպիսին է կեցության այդ վարձի համապատասխան գումարը, որտեղ դու չես կարող մարդկանց ասել, գիտես, տեղափոխվի մի տարով Հայաստան ու ես քեզ ինչ որ չնչին մի գումար եմ տալու, որովհետեւ դու չկարողանաս նույնիսկ տանդ վարձը մուծել, այսինքն իրատեսական չի։ Պետք է այնպես անել, որովհետեւ մարդիկ իրատեսորեն կարողանան մնալ Հայաստանում 1 տարով գոնե աշխատել այստեղ եւ հետեւաբար կարողանանք ներգրավել լավ կադրեր, լավագույն կադրեր, իսկ այդ կադրերի համար գումար է պետք։ Ես ասեմ ընդհանրապես պիտի հեռանանք այդ հայաստանյան շատ արատավոր եւ անհեռատես մոտեցումներից, որն է որ ակնկալենք, որ դիմացին անընդհատ պետք է անի, չգիտես ինչի դիմաց, անհայտ զուտ այսպես էնտուզիազմով, հայրենասիրությամբ, այո, կլինեն նման մարդիկ, դրանք կլինեն մատների վրա հաշված, որովհետեւ մարդիկ իրական պահանջներ ունեն կյանքում, կարիքներ ունեն, մարդիկ պետք է սնվեն, մարդիկ պետք է ապաստան ունենան, որպեսզի բնության առջև անպաշտպան չլինեն, մարդիկ ընտանիքներ ունեն, պետք է իրենց ապահովեն։ Հետևաբար մենք, եթե ուզում ենք ինչ-որ լուրջ դիվիդենդներ սփյուռքից երկարաժամկետ իմաստով, մենք պետք է համապատասխան ձևով այսօր ներդրվենք սփյուռքի մեջ։ Եվ դա կարելի է անել տարբեր ձևերով։ Իսկ այս ժամանակագրությունն ինչ է ցույց տալիս։ Իգործ ծրագրի շրջանակներում Հայաստան վերադարձած եւ այստեղ որոշակի ժամանակով գործունեություն ծավալացնելից որքան տոկոսն էսպես մնում, հաստատվում եւ ընդգրկվում պետական համակարգում, այլ ոչ կարճ ժամանակում, օրինակ մասնավորը նորից պետական համակարգին լավ մասնագետին տանում է։ Գիտեք, տոկոսային չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ այդ 70%-ը, որոնք 4 տարիների ընթացքում մնացել են, 70%-ի անկասկած 75%-ը պետական համակարգում չեն։ Չեն, որովհետև մասնավոր սեկտորը, հասարակական կազմակերպությունները նման մարդկանց շատ արագ տանում են եւ նման մարդիկ աշխատանք գտնելու խնդիր էլ իրականում չունեն Հայաստանում։ Բայց մնում են Հայաստանում։ Մնում են Հայաստանում, դե ասեցի, որ արդեն 70%-ը մնում են Հայաստանում։ Խոսքը գնում է այդ մնացած 70%-ի սփռվածության մասին։
Ինձ հետաքրքիր է պարոն Սյունյանյան, թե որքանով է օրինակ Սփյուռքն ընդունում Հայաստանի կառավարության իրական Հայաստան գաղափարախոսությունը, որովհետև դուք էլ տարբեր այցեր իրականացնում եք, տարբեր երկրների Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպում եք եւ կարծում եմ այդ թեմայի շուրջ եւս զրույցներ լինում են նրանց հետ։ Սա հարցնում եմ հաշվի առնելով նաեւ նա, որ օրինակ Սփյուռքում ավելի նուրբ եւ ավելի այսպես ընդգծված են վերաբերվում օրինակ Արարատին, Արևմտյան Հայաստանին, իսկ իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ դրանք կարծես թե չեն տեղավորվում։ Սկսենք նրանից, որ Սփյուռք ասելով իրականում գործ ունենք ֆրագմենտացված, հազարավոր, այսպես բեկորներ ներկայացնող մի իրականության հետ։ Այսինքն ասել, որ Սփյուռքը այսպես է անում կամ այնպես է անում, եթե որևէ մեկը երբևէ նման արտահայտություն իրեն թույլատրի, ուրեմն այդ մարդը կամ սուտ է խոսում, կամ մոտավոր պատկերացում չունի Սփյուռքի մասին։ Այս գաղափարը նայած ում հարցն է, տարբեր ձևով է ընդունվում, իհարկե, բայց ընդհանուր առմամբ այսպես ասեմ, որ վերջին 4-5 տարիների ընթացքում գաղափարը շատ ավելի լավ է ընկալվում, քան անցյալում, որովհետև սկզբից մարդկանց համար այդ ամենը շոկային էր, որովհետև իրենք սովոր էին այդ մեծ հայք եւ այլն ծովից ծով Հայաստան լոզունգային մակարդակի վրա, եւ այդ լոզունգը շատ ականջահաճո է եւ շատ չգիտեմ մեծ դրական էմոցիաներ է առաջացնում, բայց իհարկե իրականության հետ քիչ առնչություն ունի եւ երբ մենք խոսում ենք իրականությունների մասին եւ փորձում ենք Սփյուռքին մտցնել իրական դաշտ, Սփյուռքի գոնե մի զգալի զանգվածին, իհարկե դա ժամանակ է խլում, դա իհարկե դեմ է գնում նաեւ այդ տարիների ընթացքում սերմանած լոզունգային հայրենասիրական բոլոր աշխատանքներին եւ սա լինելու է շարունակական աշխատանք։ Ես կարծում եմ, որ Սփյուռքում այդ գաղափարը երբևէ չի դառնա այնքան դյուրին ընկալելի, որքան կլինի Հայաստանում, որովհետեւ այդ իրական Հայաստան իրականության մեջ մենք ապրում ենք, իսկ իրենք ոչ։ Հետևաբար իրենց մեջ այդ ռոմանտիցիզմը միշտ կմնա, բայց հարցն ամեն թե որքանով, չէ՞։ Հենց դրա մասն է խոսքը, որ մենք կարողանանք մեղմել այդ ռոմանտիցիզմը եւ այնքանով որքանով այն կա, ելի կապել իրականության հետ եւ ուղղորդել դեպի ինչ որ շինիչ արդյունավետ աշխատանք։ Պարոն Սյունյանյան, ամփոփելով մեր զրույցը, շատ դեպքերում օրինակ իշխանության ընդդիմախոսներն անդրադառնում են նաև Սփյուռքին, ասելով նախկինում Սփյուռքի հետ կապերն ավելի ամուր էին, ավելի շատ ծրագրեր էին իրականացնում։ Այ դուք արդեն բավականին երկար ժամանակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարն եք։ 6 տարի արդեն։ 6 տարի, այո։ Կա որևէ խզում Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջև կամ անկում Սփյուռքում նկատելի է հարաբերությունների տեսանկյունից։ Դե մի փոքր ոնց որ ակնարկեցի արդեն այդ թեմայի մասին, որ իհարկե 44-օրյա պատերազմը Սփյուռքի համար շատ ավելի շոկային էր, քան թե Հայաստանի բնակչության համար, որովհետեւ կրկին Հայաստանի բնակչությունը լինելով այս իրականության մեջ, իր կաշվի վրա զգալով 91-ից 18 թվականի իրականությունները, Հայաստանի հայաթափումը, տնտեսության տոտալ կործանումը, մոնոպոլիաների վերածվելը, կրթական համակարգի, այսպես պլինտուզից ցածր իջնելու process-ը, բանակի անմխիթար վիճակը, առողջապահության ցածր որակը եւ այլն, այդ ամեն ինչը մարդիկ որ մեջն են ապրում, պատկերացնում որ դե բնական է որ մենք չենք կարողանալու պաշտպանել, բնական է մեր բանակը լավը չի լինելու, անորակալ լինելու, բնական է որ մեզ տեխնոլոգիաներով հաղթելու են, մեզ հետախուզությամբ հաղթելու են։ Սփյուռքի համար այս ամեն ինչը շոկային էր, որովհետեւ իրենք այդ միֆի մեջ էին ապրել, իրենք այդ ականջահաճո մեսեջներն էին ստացել, որ ամեն ինչ լավն է, մենք ամենահզորն ենք, ամենաուժեղն ենք։ Ես օրինակ հիշում եմ, թե 2000 թվականից 2010 թվականը ոնց էր անընդհատ հանրային հեռուստատեսությունը օգտագործում Հայաստանը դառնում է տարածաշրջանային կենտրոն արտահայտություն, այսինքն ինչ հիմար թեմավորներ կներեք արտահայտությանս համար, դա ասում են Հայաստանը դառնում է տարածաշրջանային կենտրոն։ Իհարկե ամբողջ սուտ էր, Հայաստան միայն աղքատության, հետամնացության տարածաշրջանային կենտրոն էր դարձել։ Եվ Սփյուռքի ժողովուրդը շատերը դրան խափնվել էին, որովհետև դա հաճելի էր, որովհետև կարելի էր այդպես հանգիստ նստել, Սփյուռքում կյանքը վայելել եւ մտածել դե լավ այլ այնտեղ ինչ եղել որ։
բայց այդպես չէր։ Եվ հիմա բոլորը ստիպված եղան առերեսվել իրականության հետ։ Մի մասը այդ ճշմարտության հետ առերեսվելը շատ ծանր տարավ եւ շատ վատ է տանում մինչեւ հիմա։ Գիտեք, կյանքը ընդհանրապես այդպես է, մարդիկ չեն սիրում ճշմարտության աչքերի մեջ նայել։ Մի մասն էլ շատ արագ սթափվեց եւ սկսեց տեղափոխվել այդպես կոնստրուկտիվ, շինիչ դաշտ, որպեսզի կարողանա իր ցանկության եւ կարողության սահմաններում ինչ որ օգտակար բան անել Հայաստանի համար կամ համայնքների համար։ Հետեւաբար այդ որ Սփյուռքի հետ լավ էր եւ այլն, այո, այն ժամանակ Սփյուռքին շատ ամեն ինչ պարզ էր, ասում էին փող ուղարկեք, այն էլ փողն էլ ինչ էր, գիտեք, բարեգործություն, այսինքն լուրջ բան չէր, այսինքն բարեգործություն արեք, բերաններդ փակեք եւ մեզ դրսից նաեւ քաղաքական լեգիտիմություն տվեք, որովհետեւ մենք ներսում չունենք։ Իհարկե նա այդ վերջի մասը չէին ասում, որ մենք ներսում չունենք քաղաքական լեգիտիմություն, բայց ինչ խոսք, որ այդ գոնե վերջի երկու նախագահները լեգիտիմություն փորձում էին ստանալ Սփյուռքից։ Այն առաջին նախագահը ոչ Սփյուռքում ուներ լեգիտիմություն, ոչ Հայաստանում։ Հետևաբար սրանով էին իրենք փորձում մնալ իշխանության։ Իսկ հիմա այդ ամեն ինչը փլուզվել է, հիմա ամեն ինչ ավելի քան անկեղծ է, չնայած շատ բարդ է։ Այդ անկեղծությունը, ճշմարտությունը ինքնին բարդ է, որտեվ շատ շարժվող գործոններ կան, էլի ամեն ինչ փոխվում է անընդհատ եւ մենք էլ ապրում ենք ամբողջ աշխարհի համար շատ անկայուն եւ հեղեղուկ վիճակում, որը ավելի դժվարացնում է մեր գործը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Հեռանկարում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն էր։